Այո, հարգելի գործընկերներ, դուք անկեղծ չեք եւ այս դահլիճում ձեր հնչեցած որևէ հարց կամ ելույթ իրականում որևէ աղերս չունի մեր հանրությանը հուզող ոչ հարցերի, ոչ խնդիրների հետ։ Դրանց միակ եւ ուղիղ շահառուն դուք եք եւ ձեր քաղաքական հայրերը։ Իրականում ձեր քաղաքական սնանկության, ձեր իսկ փորած փոսից դուրս գալու տոտալ անկարողության գլխավոր պատճառն այն է, որ դուք մինչ օրս չեք կարողանում մարսել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ելքից հետո ժողովրդի մեծ տված վստահության քվեն։ Իսկ այդ հոգեբանական ժխտման պատճառն իր հերթին ձեր ինքնահայեցողության ունակության բացակայությունն է։ Դուք այդպես էլ չհասկացաք, որ ընտրությունների նման արդյունքների գլխավոր պատճառը ձեր նման իշխանության գալու սարսափելի հեռանկարն էր։ Հետևաբար, քանի դեռ դուք հիմնավոր վերանայման չեք ենթարկում ձեր խոսույթը, չեք դառնում իսկապես կառուցողական ընդդիմություն, չեք սկսում վերջապես խոսել ժողովրդի անունից, կամ քանի դեռ չեք լքում քաղաքական դաշտը, քաղաքական ստատուս քվոն երբեք չի փոխվելու, որովհետև ԿՊ-ն իր բոլոր բացասական դրսևորումներով երբեք, ասում եմ երբեք, ձեզնից վատը չի դառնա։ Հետևաբար, եթե շատ եք ուզում իշխանազրկել ԿՊ-ն, նվազագույնը, որ կարող եք անել, դա լքելն է քաղաքական դաշտը։ Ըստ այդմ, ձեզ հորդորում եմ վերանայել ձեր գործելակերպը, դադարել երեսպաշտությունը եւ ներգրավել իսկապես կառուցողական քննարկումների մեջ։ Հավատացեք, դրանում կշահենք բոլորս եւ ամենակարևորն է կշահի Հայաստանի Հանրապետությունը։